Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ուրախ եմ, որ ձեր հերթական առավոտը սկսում եք հենց մեզ հետ։ Այսօր էլի կարևոր ու հետաքրքիր թեմաների ենք անդրադառնալու եւ մեր հյուրերի հետ ապահովելու ենք ձեր դրական լիցքերի պաշարը։ Այսօրվա թեման, առաջին թեման կապված է մեր հազարամյա բարեկամ Ֆրանսիայի հետ, քանի որ լույս է տեսել պատմական գիտությունների թեկնածու Հայկ Նազարյանի հայ-ֆրանսիական ռազմական կապերի հազարամյա պատմություն պատկերազարդ գիրքը։ Այս պահին հեղինակը եւ գրքի խմբագիր, սրբագրիչ ու թարգմանիչ Արմեն Խաչատրյանը մեր տաղավարում են։ Բարի առավոտ, պարոն Հայկ, ուրախ եմ, որ ձեր առավոտը սկսել եք հենց մեզ հետ։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Եվ ինչ եք հասցրել անել այսօր, մինչև մեր տաղավար գալը։ Հասցրել ենք մարզվել։ Մարզվում եք, փաստորեն բացի ուղեղը մարզելուց, ինչպես հասկացա ձեր գործունեությունից, նաև մարմինն եք հասցնում մարզել, հրաշալի է։ Մինչև կանդրադառնանք, պարոն Նազարյան, ձեր գրքին, պատկերազարդ, կուզեի մի փոքր խոսենք ձեր գիտական ուղու մասին, ինչպես է այն սկսվել, որն է ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակը։ Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հաղորդման հրավերի համար։ Ես զբաղվում եմ ռազմական պատմության թեմաների հետազոտությամբ, աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնում, որպես ավագ գիտաշխատող։ Տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել ռազմական պատմության տարբեր թեմաներով հրատարակել տարբեր աշխատություններ, գրքեր, նաև գիտական հոդվածներ եւ այդ շարքում նաև վերջին 2 տարվա ընթացքում հնարավորություն եղավ հետազոտել այս թեման, որը ի վերջո պատկերազարդ գրքի ձևով լույս տեսավ։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, դուք ինչպես սկսեցիք գործակցել պարոն Նազարյանի հետ, ու առասարակ ինչպես տեղի ունեցավ այդ համագործակցությունը ու գրքի խմբագրական թարգմանչական աշխատանքները։ Դարձյալ իմ աշխատանքի բերումով եմ ծանոթացել Հայկ Նազարյանի հետ։ Ես աշխատում եմ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանում որպես գիտական բաժնի վարիչ։ Եվ այդպես տարբեր շփումներ են տեղի ունենում տարբեր ոլորտների ներկայացուցիչների, մասնագետների հետ, ու այդպես մեր գործընկերներից մեկը Վահան Մելիքոհանջանյանը մի առիթով թանգարանում էր, ու այդպես խոսք գնաց, որ ես ճանաչում եմ Հայկ Նազարյանին, այն ժամանակ Հայկը նաև արխիվում էր աշխատում, Հայաստանի ազգային արխիվում, եւ այդտեղից իրենք ծանոթություն ունեին եւ ասաց, որ շատ կուզեմ, որ դուք իրար ճանաչեք, ծանոթանաք, որովհետեւ կարծում եմ ձեզ մոտ համատեղ ինչ որ ծրագրեր կստացվի։ Կանխատեսել է փաստորեն։ Այո, եւ ինքն էլ տարբեր գրքերի հրատարակություններով է զբաղվում եւ այլն, բավական պրպտուն անձնավորություն է։ Եվ այդպես ինքը պատճառ եղավ, որպեսզի ես եւ Հայկը հանդիպենք թանգարանում, առաջին մեր հանդիպումը տեղի ունեցավ եւ այդպես ծանոթացրինք թանգարանը Հայկին եւ իրեն էլ բավական հետաքրքրեց, որտեղ ռազմական թեմային է նվիրված մեր թանգարանը։ Եվ այդպես սկսվեց մեր ծանոթությունը, մեր գործընկերությունը եւ հետաքրքիր շարունակություն ունեցավ այս գրքի տեսքով։ Շատ լավ, պարոն Նազարյան, դուք ինչպես որոշեցիք հենց հայ-ֆրանսիական թեմային անդրադառնալ եւ ձեր գրքում ինչ եք ներառել, ինչ եք ներկայացրել։ Նախ նշեմ, որ գիրքը լույս է տեսել կողբ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, ինչի համար շատ շնորհակալ ենք հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանին եւ նույն հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանին։ Իսկ գիրքը տպագրության երաշխավորվել է
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ։ Թեման պատահական չի ընտրվել, քանի որ մեր օրերում մեծ թափով զարգանում են հայ-ֆրանսիական ռազմական կապերը։ Այս համատեքստում նաև պետք է նշել, որ այս տարի լրացավ երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից երկրների տարած հաղթանակի 80-րդ ամյակը, ինչպես նաև 1915 թվականին ցեղասպանվելու վտանգի առաջ կանգնած հայ բնակչությանը Մուսա լեռան վրա ապաստան գտած հայ բնակչությանը ֆրանսիական ռազմածովային նավատորմի կողմից տարհանման ռազմական գործողության 110-րդ ամյակը եւ ելնելով այս ամենից որոշեցի այդ թեմայով հետազոտություն իրականացնել, սակայն գիրքը տեքստից բացի ունի նաև մեծ թվով լուսանկարներ եւ լուսապատճեններ։ Այո, դրա համար պատկերազարդ գիրք է։ Այո, պատկերազարդ գիրք է, երկլեզու, հայերեն եւ ֆրանսերեն։ Օգտագործվել են գրքում բազմաթիվ թանգարանների, արխիվների տարբեր նյութեր, փաստաթղթեր, թանգարանային առարկաներ եւ դրանցից ամենաարժեքավորները տեղ են գտել գրքում։ Շատ լավ, իսկ հետազոտելիս թեկուզ կամ մինչև հետազոտությունը սկսելը ինչ եք կարծում, այս թեման առասարակ բավարար ուսումնասիրված եղել է կամ այս պահին բավարար ուսումնասիրված է։ Թեմայի տարբեր հատվածներ, տարբեր պատմափուլերում հայ-ֆրանսիական ռազմական կապերին առնչվող նյութեր, տարբեր ժամանակներում եղել են տարբեր հետազոտողների, հայ թե ֆրանսիացի, հայ եւ ֆրանսիացի հետազոտողների հետազոտության առարկա են եղել, սակայն մեր գրքի հիմնական տարբերությունը նա է, որ փորձ արվեց բոլոր պատմափուլերը մեկ տեղել մեկ գրքում, ժամանակագրությամբ, այո, ժամանակագրական հաջորդականությամբ սկսած այդ կապերի սկզբնավորումից, որը տեղի է ունեցել 11-րդ դարի վերջին, առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ, այնուհետև դրանք զարգացում են ապրել Կիլիկիայի հայկական թագավորության շրջանում եւ հասել են մեր օրեր, ընդգրկում է շուրջ 1000-ամյակ եւ մյուս առանձնահատկությունը նա էր, որ արդեն ասեցի ինքը պատկերագիրք է եւ հնարավորություն է տալիս այդ մեծ ժառանգությունը կուտակված փաստաթղթերի եւ թանգարանային առարկաների ձևով դրանք նախ հանրայնացնելու եւ հետագա սերունդներին փոխանցվելու համար։ Իսկ այդ պատկերների մասով հեշտ կարողացաք գտնել արխիվներից փաստաթղթերը, նկարները։ Ընդհանուր առմամբ աշխատանքը գրքի վրա տևել է 2 տարի, այդ ընթացքում այդ նյութերը հավաքվել, մշակվել են, ընտրվել են լավագույն եւ կարեւոր առարկաները, փաստաթղթերը եւ դրանք տեղ են գտել գրքում։ Պարոն Խաչատրյան, ձեզ որքանով հեշտ կամ դժվար տրվեց գրքի խմբագրական աշխատանքը կատարել, նաև ֆրանսերեն եք թարգմանել դուք գիրքը։ Այո, ի սկզբանե ես չէի պատկերացնում, որ նաև գիրքը պետք է խմբագրեմ, դե սրբագրական աշխատանքներ ես ընդհանրապես անում եմ եւ նաև խմբագրական, բայց հաշվի առնելով, որ այս թեման ռազմական բնույթի է, ես էլ արդեն որոշակիորեն առնչություն ունեմ ռազմական ոլորտի հետ աշխատելով ռազմական պատմության թանգարանում, մի տեսակ ստացվեց գրքի խմբագրումը եւ դե սրբագրական աշխատանք ավելի լեզվական է, բայց խմբագրելու համար դու պիտի նյութին ոչ չափով տիրապետես, այնտեղ տերմիններ կան, պատմական փուլեր, ժամանակաշրջաններ, այո, դեմքեր, իրադարձություններ, այսինքն շատերը թերևս նույնացնում են խմբագրման ու սրբագրման աշխատանքները, սակայն ըստ էության դրանք տարբեր աշխատանքներ են։
խմբագիրը ավելի բովանդակային մասով է միջամտություն կատարում, իհարկե չհեռանալով նյութի ասելիքից, բովանդակությունից, բայց կարող է որոշակի վերադասավորումներ տեղի ունենալ։ Սրբագրական աշխատանքը ավելի լեզվական, լեզվաոճական, շարահյուսական, այսինքն ինքը վերաբերում է զուտ հայերենի լեզվի ուղղագրությանը, կետադրությանը եւ քերականությանը։ Բայց ես միաժամանակ կատարեցի նաև թարգմանական աշխատանք, որը էապես տարբերվում է նախորդ աշխատանքներից, եւ ինչով սա պայմանավորվեց, հաշվի առնելով, որ ես տարիներ առաջ իմ ուսումնառությունը շարունակել եմ Ֆրանսիայում, եւ երբ որ ես պիտի մեկնեի Փարիզ եւ իմ կրթությունը այնտեղ համալսաներից մեկում շարունակեի, ես ֆրանսերեն չգիտեի, դպրոցում անցել եմ անգլերեն, բուհում անցել եմ անգլերեն եւ ինձ համար մի նոր աշխարհ էր բացվում։ Մարտահրավերային։ Այո, եւ ես այնքան ողջևորվել էի, որ առիթ պիտի ունենամ եւս մի լեզու սովորելու։ Փոքրուց ես լեզուների նկատմամբ ունեցել եմ ձիրք, հատուկ ձիրք եւ բացի այն, որ հայերենը ես շատ արագ կարողացա տիրապետել, չլինելով բանասեր մասնագիտությամբ, բայց հայերենի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն եմ ունեցել եւ նաեւ շատ հարցերում ես ինքս իմ վրա աշխատել եմ ինքնակրթությամբ, այսինքն չեմ բավարարվել զուտ այն առարկաներով, որոնք մեզ դասավանդվել են, եւ դպրոցում անցնելով անգլերեն, համալսարանում անգլերեն, ես շատ ողջևորվեցի, որ մի օտար լեզու եւս պիտի սովորեմ, բայց ես չգիտեի, թե ինչ տառապալից շրջան է ինձ սպասում, որովհետեւ երբ որ ես Ֆրանսիա մեկնեցի, գրեթե ոչինչ չգիտեի ֆրանսերեն եւ այնտեղ 3 ամիս առանձին դասընթացների մասնակցեցի Բեզանսոն քաղաքում, որտեղ հատուկ մասնագիտացված լեզվի կենտրոն կա եւ աշխարհի 120 երկրներից ժամանում են ուսանողներ տարբեր լեզուներ սովորելու, ընդհանուր արաբերեն, չինարեն, ճապոներեն, այնպիսի լեզուներ, որ նույնիսկ դրանք թերևս գործածական էլ շատ չեն, մեռած լեզուներ, եւ այնտեղ ես ֆրանսերենը սովորեցի ֆրանսերենով եւ սա էր ինձ համար ամենադժվարը, որ չիմանալով օտար լեզու, դու օտար լեզուն սովորում ես տվյալ օտար լեզվով եւ ես հիշում եմ, երբ որ իմ գրասեղանին ես օգտագործում էի հայերեն ֆրանսերեն կամ ֆրանսերեն հայերեն բառարաններ, մեր դասախոսները գալիս էին ասում էին չի կարելի, դու այդ ձևով լեզուն չես սովորի, ասում եմ, բայց չէ որ դուք հիմա ինձ բացատրում եք ֆրանսերենով ինչ որ մի բան, բայց ես չեմ հասկանում, ինձ համար դա անծանոթ լեզու է, ես հիմք չունեմ, դպրոցում չեմ անցել, ինքը անդադ պարտադրում էր, որ չէ, այ դու վերցրու ֆրանսերեն բառարան, որտեղ բառը բացատրվում է ֆրանսերենով։ Եվ այդպես շատ մեծ դժվարությամբ ես կարողացա լեզուն հաղթահարել, իհարկե ինձ նաև օգնեց, որ ես ֆրանսախոս միջավայրում էի ապրում, որովհետև եթե հայախոս միջավայր լիներ, ես ավելի շատ հայերեն պիտի խոսեի եւ ֆրանսերենը յետին պլան մղվեր, բայց այդ դժվարությունները նաև ինձ օգնեցին, որպեսզի ես կարողանամ ճիշտ արտասանությամբ ֆրանսերենը սովորել։ Հետո երբ համեմատեցի Հայաստանում, ովքեր որ ֆրանսերեն են դասավանդում եւ խոսում, առոգանությունը բավական տարբեր է։ Այնտեղ հնչյուններ կան, որ ֆրանսիացիները ուրիշ ձև են արտասանում, մեզ մոտ տարբերվում է եւ իմ մոտ նստվածք է դրել այդ ֆրանսիական հենց արտասանություն, առոգանություն իրենց հնչյունական արտաբերումը եւ ինչ որտեղ ես նաեւ ուրախ եմ, որ ես լեզուն սովորել եմ հենց Ֆրանսիայում ու ֆրանսիացիների կողմից։ Ու հատուկ փաստորեն այն օրվա համար, որ պարոն Նազարյանի այս գիրքը դուք կարողանաք լավ թարգմանել։ Նաեւ, այո, նաեւ այսօրվա համար եւ հետո լեզուն միշտ մարդուն պետք է գալիս։ Բայց ես այստեղ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ ցանկացած օտար լեզու պետք է կիրառել։ Ես իմ վրա եմ վերցնում, արդեն 10 տարի է ես վերադարձել եմ եւ այստեղ եմ ապրում, աշխատում ու ֆրանսերենի հետ շատ քիչ եմ առնչություն ունենում։ Նկատում եմ, որ կամաց, եթե չես կիրառում օտար լեզուն,
սկսում է որոշակիորեն մոռացվել, այո, ցանկացած օտար լեզու։ Նույնիսկ Հայաստանից մեկնածները, եթե օրինակ ապրում են մի միջավայրում, որտեղ հայերենը չեն օգտագործում, աստիճանաբար որոշ բառեր արդեն մոռացվում են։ Եվ ես հետո մտածեցի, լավ, ինչ անեմ, որպեսզի ես այդ լեզուն չմոռանամ, որովհետև տանջանքով սովորել եմ եւ հետո շատ գեղեցիկ լեզու է։ Ու սկսեցիք թարգմանչական գործ հավանել։ Սկսեցի, այո, եւ տեսանյութեր դիտել ֆրանսերենով եւ թարգմանություններ, որպեսզի հիմա նաեւ ֆրանսիացիների հետ եմ բավական շփումներս ակտիվացրել, որպեսզի ես անընդհատ լեզուն օգտագործեմ եւ դա նաեւ օգնեց այս թարգմանությունները իրականացնել։ Պարոն Նազարյան, դուք մեծ վստահությամբ գիրքը հանձնեցիք թարգմանության պարոն Խաչատրյանին, թե ինչ որ տեղեր ասում եք հանկարծ այնպես չլինի միտքը սխալ հասկանա, ինչ որ մի բան շեղվի, այդ բանակցությունների փուլն է ինձ հետաքրքիր։ Ի վերջո սա գիտական աշխատանք է, գեղարվեստական չէ եւ ամեն բառը որոշիչ է ու կարեւոր մանավանդ ռազմական մասով։ Թարգմանչի ընտրության գործում վճռական նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Արմենը աշխատում է Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանում, հետևաբար տիրապետում է եւ թեմային, եւ հատկապես թեմայի հետ կապված տերմինաբանությանը, հետևաբար ես ընտրել եմ նրան ելնելով այդ հանգամանքից եւ ինչպես ժամանակը ցույց տվեց, ընտրությունը շատ ճիշտ էր արված, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան։ Որքան ժամանակի դեպ ձեզնից խլեց այս թարգմանչական ու առհասարակ խմբագրական գործը գրքի հետ կապված ամբողջացնելու տեսանկյունից։ Թերևս 1 տարի կամ մոտ 1 տարի, որովհետև բացի այն, որ ես կատարել եմ նաև թարգմանությունները, ես ինքս վերջնական չեմ վստահել իմ իմացություններին եւ անպայման ես ցանկացել եմ, որ իմ թարգմանությունները վերասրբագրվեն ֆրանսիացու կողմից, ով տիրապետում է նաև թեմային։ Եվ այս առիթով ես պետք է ասեմ, որ բոլոր ֆրանսերեն թարգմանությունները ունեն սրբագրիչ, սրբագրիչը Պատրիկ Ապրիլն է, ինքը ֆրանսիացի է, բայց շատ հայասեր, ապրում է Հայաստանում, երկար տարիներ եղել է զինվորական ֆրանսիական բանակում, այնուհետև զորացրվելուց հետո վերադարձել է Հայաստան, իր կինը հայ է, եւ հիմա ապրում է Հայաստանում, 1 տարի եղավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ռազմական գծորդ եւ ինքը նաեւ ներկայացնում է ֆրանսիական հիշողություն միջազգային կազմակերպության հայաստանյան պատվիրակությունը, որի նախագահ Նիկոլա Սարկոզին է այդ հայաստանյան պատվիրակության, իսկ ընդհանուր տնօրենը այդ կազմակերպության արդեն պաշտոնաթող գեներալ Սերժ Բարսելինին, որը դարձյալ Հայաստան հաճախ այցելում է, եւ քանի որ մեր թանգարանը նաեւ համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ եւ համատեղ ցուցադրություններ են կազմակերպել, իդեպ նաեւ այն թեմաներով, որոնք որ գրքում արծարծված են, ես կխոսեմ այդ մասին։ Մենք այդպես գործընկերություն սկսելով Պատրիկ Ապրիլի հետ, ինքն էլ շատ այդպես հայասեր լինելով եւ նաեւ փայլուն իմանալով ֆրանսերեն ու ռազմական ոլորտը, դիմեցինք իրեն, որպեսզի ինքը իմ թարգմանությունները սրբագրի եւ անպայման ֆրանսիացի պետք է նայի իր մայրենի լեզվով։ Դա շատ կարևոր է, որտեղ ես ֆրանսերեն չեմ մտածում, ես հայերեն եմ մտածում, բայց ինքը մտածում է ֆրանսերեն եւ հենց ֆրանսիացու աչքով են բոլորը սրբագրվել։ Պարոն Նազարյան, սա ձեր առաջին աշխատությունն է, որպես գիտական տեսանկյունից գործ, թե էլի հոդվածներ եք դուք ունեցել։ Չէ, սա իմ առաջին աշխատանքը չի, մինչ այս ես մասնակցել եմ մի քանի գրքերի ստեղծման աշխատանքին, որոշ դեպքերում համահեղինակության կարգով, նաև բազմաթիվ հոդվածների հեղինակ եմ կամ համահեղինակ։ Սա թերևս այդ բոլոր հոդվածների եւ գրքերի շարքում ամենակարևոր եւ պատասխանատու գիրքն էր, քանի որ գրքի ստեղծման սկզբնափուլում մենք հյուրընկալվել ենք նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, անձամբ դեսպանի հետ հանդիպում ենք ունեցել, նաև ասեմ, որ գրքի նախաբանը գրել է ֆրանսիական բանակի պահեստազորի գեներալ Սերժ Բարսելինին, ինչի համար նրանից նույնպես շնորհակալ ենք։
Այս առումով կարծում եմ այս գիրքը ամենապատասխանատուն էր եւ ամենակարևորը, քանի որ նա ունի կիրառական կամ գործնական նշանակություն։ Մենք ունեցել ենք խնդիր այս գրքի միջոցով Ֆրանսիայի հասարակությանը, այդ թվում Ֆրանսիայի ռազմաքաղաքական շրջանակներին ավելի մանրամասնորեն ծանոթացնելու թեմային եւ այդ կերպ մեր փոքր ներդրումը ունենալով մեր օրերում հայ-ֆրանսիական ռազմական կապերի զարգացման գործում։ Եվ մեր զրույցը ամփոփելով ես կուզեի անդրադառնայինք շատ կարճ նաև այն թեմային, որ մեր երիտասարդությունը կա կարծրատիպ, կարծիք, որ գիտությամբ մեր օրերում չի հետաքրքրվում կամ պակաս է հետաքրքրվում, այս մասով որպես գիտական մեծ փորձ ունեցող եւ տվյալ գրքի վրա էլ մեծ ջանք թափած մարդիկ, ինչ խորհուրդ կտաք մեր երիտասարդ սերնդին։ Խնդրեմ, պարոն Նազարյան, պարոն Խաչատրյան։ Գիտությամբ զբաղվելու համար պետք է սկսած ուսանողական տարիներից առաջին հերթին հետաքրքրություն ձևավորվի տվյալ գիտության բնագավառի հանդեպ եւ երկրորդը պետք է ուսանողները ունենան ցանկություն սովորելու գիտական հետազոտություն կատարելու համար անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաև շատ կարևոր է այս ոլորտում նվիրվածությունը իրենց ընտրած մասնագիտության նկատմամբ։ Շատ լավ, պարոն Խաչատրյան։ Ես կարծում եմ, որ այս գիրքը ոչ միայն գիտական արժեք ունի եւ վերաբերում է բուն ռազմական թեմային, այլ նաև ինքը ունի դիվանագիտական արժեք եւ մշակութային եւ իմ համոզմամբ այս գիրքը պետք է մի նոր կամուրջ լինի Հայաստանի ու Ֆրանսիայի եւ մշակութային կապերը զարգացնելու եւ դիվանագիտական նոր հարաբերություններ ձևավորելու անշուշտ հիմքում ունենալով ռազմական ոլորտը, որովհետեւ ամեն ինչի մեջ պետք է այդ պաշտպանական մասը նախ ապահովել, որպեսզի հետագայում մյուս ոլորտները զարգացում ապրեն։ Եվ ուղղակի կապելով մշակույթի հետ պետք է ասել, որ Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանում մենք անցյալ տարի ունեցանք հայ-ֆրանսիական մշակութային եւ պատմական կապերը ներկայացնող ցուցասրահ եւ առաջին անգամ այնտեղ ցուցադրեցինք Ֆրանսիայում գործած առաջին խորհրդային պարտիզանական գնդի պատմությունը, որը մինչ այդ չէր ցուցադրվել եւ այդ գնդի մասին գրքում նույնպես կա շատ արժեքավոր տեղեկություններ, այնուհետև պարտիզանների վերաբերյալ մենք ցուցավահանակ պատրաստեցինք հայ պարտիզանների եւ ընդհատակյա գործիչների, որոնք գործել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական դիմադրության այդ շարժման շրջանակում եւ շատ ուշագրավ ցուցադրություն է եւ դեսպանատան նաեւ մասնակցությամբ տեղի ունեցավ բացումը եւ գիրքը նաեւ մշակութային արձագանք է ստանում, այսինքն ինքը միայն չի պարփակվում գիտական ոլորտի մեջ եւ գալով մեր օրեր մենք նաև ցանկանում ենք, որպեսզի դիվանագիտական կապերը սերտանան, որտեղ առանց դիվանագիտության հնարավոր չի երկրների միջև ստեղծել կայուն հարաբերություններ։ Եվ դիվանագիտությունը ինչպես ամեն երկիր իր շահերն է բնականաբար առաջ տանում, բայց նաև շատ կարևոր է այդ շահերը համընկնեցնել եւ փոխադարձ շահերի համընկնում տեղի ունենա։ Կարծում ենք այս գիրքը ոչ միայն գիտական, այլև դիվանագիտական եւ մշակութային ասպարեզներում կունենա իր ներդրումը։ Սպասենք ուրեմն դրան։ Շնորհակալ եմ հետաքրքիր բովանդակալի զրույցի համար։ Ցավոք եթերաժամանակը քիչ է, թե չէ գիտական թեմայով արժե շատ երկար զրուցել։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։